Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես այսօր զրուցելու եմ Գեղարդ Հովհաննիսյանի հետ, նախկին հոգևորական, աստվածաբան, ողջույն Գեղարդ, եւ առաջին հարցը, որ ուզում եմ տալ, այսօր մենք կադրեր տեսանք, որտեղ Միքայել Սրբազանը եւ Վեհապար Հայրապետը շատ ջերմ ուրեմն գրկախառնվում են, միմյանց կամք են մաղթում, ուժ են մաղթում։ Ես ուզում եմ հարցնել, հոգևորականները բոլորն են այսպես շփվում միմյանց հետ, այսինքն մարդկային անձնային հարաբերությունների այս տեսակը եկեղեցում կանոն է։ Բարի երեկո, շնորհակալ եմ հնարավորության համար, որ խոսեմ։ Տեսեք, մեր եկեղեցում հատկապես հոգևորականների միջև եղած անձնային հարաբերությունները անթակույց են, ինչպես տեսագրությունների մեջ է երևում եւ ինչպես պատահական անցորդները կարող են տեսնել։ Գիտեք, մեր միաբանության մեջ մենք միշտ միմյանց դիտարկում ենք եւ նկատում ենք որպես եղբայր։ Իմ փորձառության մեջ ես չեմ հանդիպել որևէ մեկին, ում հետ կունենամ հակակրանք կամ ում հետ կունենամ որևէ ոչ սիրալիր կամ ոչ եղբայրական մոտեցում։ Եվ հակառակը եւ փոխարենը չեմ նկատել մյուսների մոտ, միմյանց հետ շփվելիս։ Այսօրվա տեսաձայնագրությունները դրա վառ ապացույցն են։ Մենք միշտ միասին այդպես ենք զրուցում, հատկապես Վեհապարի հետ։ Ամեն անգամ, երբ Վեհապարի հետ առիթ ունեի հանդիպելու կամ խոսելու, սակայն ցավիսիր ծառայության բերումով այդքան հաճախ չեմ հանդիպել Վեհապարին։ Վեհապարը բոլորին է ասում, պինդ կաց, ամուր պահիր քեզ լավն է։ Եվ դա բնական է, որպես հայր, հոգատարի եւ միանշանակ պետք է նաեւ իր հայրական խոսքը ասի։ Ես ուրախացա անկեղծ, երբ տեսա այդ տեսագրությունը, որովհետև դա հերթական ապացույցն էր, որ թե Վեհապար Հայրապետը, թե Միքայել Սրբազանը, թե մեր հոգևորականները միշտ իրենց դիրքում են։ Ոչինչ չի կարող իրենց ներքին հանգստությունը եւ հանդարտությունը վնասել, կոտրել, փչացնել։ Ինչ տեսակ փորձություն էլ լինի, հայ հոգևորականը միշտ վեհ է, հայ հոգևորականի հոգին եւ ոգին միշտ անկոտրում է, հնարավոր չէ ոչնչացնել։ Վեհապար Հայրապետին մեղադրանք առաջադրվեց, սա երևի թե որևէ մեկի մտքով չէր անցնի, ոչ միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդների, այլև իմ շրջապատում շատ աթեիստներ կան, որոնք ապշած են այս հանգամանքի բերումով եւ այսպես սկսում են ակամայից աջակցել Վեհապար Հայրապետին, հա, իրենք լինելով աթեիստ։ Դուք ինչպիսի զարգացումներ եք կանխատեսում, այսինքն այս նոնսենսի հաղթարշավը մինչև երբ է շարունակվելու։ Գիտեք, որպեսզի հիմնավոր լինի խոսքս, պետք է անդրադառնամ առաջին հերթին այն ամենին, ինչից որ սկսվեց սա։ Եթե նկատում էինք բարձր իշխանության կողմից մի քանի անգամ խոսքի շրջանցում եղավ, խոսքի փոփոխություն եղավ, նպատակի փոփոխություն եղավ, օրակարգի փոփոխություն եղավ, սկզբից ազատագրում էին Վեհապարին, Վեհարանը Վեհապարից, հետո չեն ճանաչում Վեհապարի կաթողիկոսությունը, հետո անդրադառնում են կաթողիկոսի անձին, մեղքերին իբրև թե, հետո անդրադառնում են կաթողիկոսի որոշումներին, հետո անդրադառնում են եկեղեցու գանձերի տեղափոխությանը, ինչ-որ, հետո անդրադառնում են Վեհապարի եւ Վեհապարի եղբոր Գերաշնորհ Սրբազան հոր անձնական գործունեությանը իբրև թե ինչ-որ գործակալ։ Հասկանում եք, քայլեր, որոնք որ առաջին հայացքից միամիտ մարդ պետք է լինի, որևէ մեկը, որևէ անձ, որ հասկանա կամ ընկալի, որ սա բարեփոխում է։ Բարեփոխումը այսպես չէ, բարեփոխումը մեկ անձի ցանկությամբ չէ։ Այնպես չէ, որ մեկ անձ ասած Գարեգին երկրորդը կաթողիկոս չէ, ուրեմն կաթողիկոս չէ։
իր որոշելիքը զրոյական մակարդակի է հավասար։ Եվ այս պարագայում յուրաքանչյուր բան, ինչը կարող է լինել իրավական դաշտում, մենք փորձում ենք մեկնաբանել այն, որովհետև մեկնելու համար պետք է ունենանք համապատասխան կրթություն, բայց մեկնաբանությունը բոլորիս իրավունքն է։ Այլ բան չի կարող, այլ պատասխան չի կարող լինել այս բոլոր երևույթներին եւ վարմունքներին, որ կա հանդեպ եկեղեցու իշխանավորների կողմից, պետության կողմից, մեկ բառ բռնաճնշում, հակաեկեղեցական գործունեության ցցուն օրինակ է։ Եվ անդրադառնալով Վեհապար Հայրապետի նկատմամբ հարուցված քրեական վարույթին, դժվարանում եմ պատկերացնել, թե այդ մարդիկ գիշերը ինչպես են հանգիստ քնում, կամ ինչպես են մտածելու, որ իրենց զավակներ եւ թոռներ պիտի իրենց շրջապատների եւ ընկերության մեջ կամ ինչ-որ մարդկանց շրջապատում ասեն, գիտեք իմ պապը կամ իմ հերը ով է, Գարեգի II կաթողիկոսի վրա քրեական գործ է հարուցել։ Ես կուզեմ տեսնել այդ մարդկանց գլուխ գովելուց։ Ինչ վերաբերում է Վեհապարի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելուն կամ հարուցելուն, պատմության մեջ մենք շատ ենք ունեցել իշխաններ եւ թագավորներ, ովքեր ինչպես ժողովրդական լեզուն է ասում, չեն ունեցել համընթաց առու հոգեվոր իշխանություն եւ պետական իշխանություն, առուները նույն հունով չեն հոսել։ Բայց սա խայտարակությունների խայտարակություն է։ Ես ինչ է դրանով ուզում ցույց տալ պետական իշխանությունը, անձնապես ես չեմ հասկանում։ Հասկանում եմ, բայց հիմքը չեմ հասկանում։ Գեղարդ, երեք մի իրադարձություն տեղի ունեցավ, ուրեմն Ռուբեն Ռուբինյանը գնացել էր Տեր Օշինի հետ հարաբերություններ պարզելու եւ ըստ Ռուբեն Ռուբինյանի Տեր Օշինը ասել է, որ պսակադրվող զույգին ասել է, որ քավորը պետք է լինի թասիբով պատվով մարդ, այսինքն չլինի ՔՊԱ-կան։ Իշխանականներն ասում են, որ սա խտրականություն է եւ հոգեվոր անձին վայել արտահայտություն չէ։ Դուք ինչպես եք կարծում, ինչ վերաբերմունք ունեք այս ամենի նկատմամբ։ Նախ ձեր նշած անձին պետք է խորհուրդ տամ որպես բարեկարգիչ հայ եկեղեցու կանոնները լավ սովորի, հասկանալու համար, որ քահանան ունի իշխանություն որևէ արարողություն կատարելու եւ չկատարելու եւ արարողության ժամանակ հորդորելու, խորհուրդ տալու կամ արգելելու որևէ մեկին մկրտվել, պսակադրվել, խաչեղբայր դառնալ կամ սուրբ մկրտության կավորություն ընդունել։ Բայց փորձեմ բացատրել, որպեսզի այդ մարդը նույնպես հասկանա, թե ինչ է կավորությունը կամ խաչեղբայրությունը, դա վկայությունն է Աստծո առաջ, առաջին հերթին։ Եվ եթե մարդը ինքը պատրաստ չէ, մարդը այդ կանոնական կյանքով չի ապրել եւ բացահայտ խախտումներ է արել հակաեկեղեցական եւ հակաեկեղեցական կանոնական, ինչպես կարող է այդ մարդը իր վկայությունը տալ տվյալ զույգի համար։ Տերոշինի ասվածը շատ պարզ է, պետք չէ այնտեղ որևէ հակաիշխանական կամ հակապետական կամ հակահայկական իրենց սիրած բառամթերքն է։ Վերջերս բերանի ջուր են սարքել, հաճախակի առնում են բերանները եւ ծամծմում։ Այդ բառերը շատ խոր իմաստ են, իրենք այդ բառերի իմաստն էլ միգուցե չեն հասկանում։ Տերոշինի ասածը որևէ տիրույթում չի դասվում։ Տերոշինի ասածը դասվում է միայն քահանայագործության տիրույթում։ Քահանան իրավունք է իրեն վերապահել, ասել, որ ես կարող եմ պսակադրություն անել այն պարագային, եթե կնքահայրը ունենա արժանապատվությունը, արժանինքները եւ այն դրական պատկերացումը ունենամ ես անձնապես որպես հոգեվորական, որ դիմացս կանգնած խաչեղբայրը, ով ինձ հետ հավասար խաչ պետք է ձեռքը բռնի եւ պահի նորապսակները գլխավերևում որպես վկայության նշան, պետք է լինի արժանի մեկը։ Եվ հարց ԿՊ կուսակցության մեջ կամ ԿՊ կուսակցությանը հարող կամ վերջերս ես իմ կողմից թեզ եմ առաջ քաշել,
նիկոլական աստվածաբանություն, նեստորականություն ունենք, սա է թող նիկոլականությունը լինի։ Այդ աստվածաբանության կրող մարդիկ ինձ թվում է չեն կարող կանոնական ընթացքի մեջ համարվել։ Ինձ թվում է իրենք չեն կարող պատարակի ժամանակ զեղչել ամենայն հայոց հայրապետի անունը, չընդունել ամենայն հայոց հայրապետի իշխանությունը հոգևոր եւ գահակալությունը, վեհափառությունը, իր հայրապետության շրջանում մասնակցեն արարողությունների, մի տեղ զեղչեն վեհապարի անունը, մյուս տեղում իրավունք թելադրեն։ Եկեղեցու իրավունքը հնավանդ է եւ կա, եւ եկեղեցին շարժվում է օրենքներով եւ իր կանոնադրությամբ։ Որովե իշխանավոր չի կարող իր թռուցիկ խոսույթով, խոսակցությամբ հոգեորականի որևէ խոսք դարձնել մատի փաթաթան։ Տվյալ պարագային խոսքս վերաբերում է պարոն Ռուբեն Ռուբինյանին։ Տերոջինը որևէ քաղաքական հայտարարություն չի արել։ Ոչ թե սա իմ կարծիքն է, այլ պարզ պետք է պարոն Ռուբինյանը իմանա։ Տերոջինը որևէ քաղաքական հայտարարություն չի արել։ Հստակ մատնանշել է, որ ՔՊ չլինի։ Իսկ ովքեր են ՔՊ-ականները։ Մենք բազում դեպքերում տեսնում ենք, թե լրատվականների միջոցով մարդկանց անձնական որպիսությունը, մարդկանց կյանքի անցած ենթադրություններն ու ճանապարհները, մարդկանց ապրելակերպը, եւ այդ մարդիկ տեղավորվում են արդյոք հայ եկեղեցու բարեկարգման տիրույթում, տեղավորվում են արդյոք հայ եկեղեցու կանոնական իրավունքի մեջ, տեղավորվում են հայ եկեղեցու դավանական իրավունքի մեջ։ Եթե մեկը հայ եկեղեցու կանոնին եւ օրենքին դեմ է, ինչպես կարող ենք այդ հայ եկեղեցու օրենքի մեջ ապրել։ Այսօր իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը մեզպիսի հրապարակում էր արել, որ Սանկտ Փյոլտնում տեղի ունեցած եպիսկոպոսական հավաքի ժամանակ Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը իբրև թե առաջարկել է եկեղեցում ժամանակավոր իշխանություն ձևավորել, այսինքն սինոդ, որը պետք է այսպես անցումային կառավարման դեր ստանձնի։ Դուք հավատում եք, որ նման հայտարարություն կարող է լինել Պոլսո պատրիարքի կողմից։ Չեմ հավատում, պարզապես մեկ բառով կասեմ, չեմ հավատում։ Ճանաչելով ամենապատիվ հորը, աբսուրդ է։ Մինչև իր շուրթերից չլսեմ, ինձ համար դա աբսուրդի ժանրից։ Եվ մի հարց էլ կապված Արման Սարոյանի հետ, վերջինս ասում է, որ եպիսկոպոսական հավաքի ուրեմն հայտարարությունը, որը ստորագրվել էր եպիսկոպոսների կողմից, այդ թվում նաև Հովնան arczepiskopos Տերտերյանի կողմից, կեղծ է, որտեղ այնտեղ չկային ստորագրություններ։ Առհասարակ Արման Սարոյանը ձեր կարծիքով այս հակաեկեղեցական արշավում կամ իրենց լեզվով ասած բարենորոգության արշավի շրջանակներում ինչ դեր է ստանձնել անձամբ Արման Սարոյանը։ Գիտեք, փորձեմ զուստ պատասխանել, ճանաչելով Արման Սարոյանին։ Ինքը վաղուց այդ բնավորությունն ունի, պառակտելու, բամփասելու, փնովելու, ծեր շպրտելու։ Չեմ կարծում, թե իր հետադիմական միտքը որն է, բայց պարզ է։ Չեմ կարծում, որ հետադիմական հայացքներ ունի, բայց պարզ է։ Արման Սարոյանը ամեն ինչին ընդունակ է։ Նա մարդ է, որ ամեն բանի ընդունակ է, ամեն բան պետք է սպասել իրենից։ Բայց ուղղակի հպանցիկ անդրադառնամ իր այդ խոսքին, որ ստորագրություններ չկան, ուրեմն կեղծ են, ախր քմծիծաղ է գալիս։ Նույն Արման Սարոյանը, եթե ունի դեռևս խիղճ, չնայած չունի,
կարող է իր ձեռքը խղճի վրա դնել իր գրպանը եւ ասել, թե քանի եպիսկոպոսատ ժողովի է ինքը մասնակցել, որոնց տակ ստորագրել է։ Դե ասում է վեհապարը ինչ տալիս էր, ես Եպիսկոպոսատ ստորագրում ժողովի եմ։ որոշումը, դե տեսեք, պարզապես կզգուշանամ անել խոսք, հայտարարություն կամ խոսել մի բան, որը հետագայում կարող է շղարշի պես իրենց բերանը փակել կամ բացել։ Այն ինչ գրում են կամ այն ինչ ասում են, միգուցե նա է կարդում առանց վերլուծելու, բայց գոյություն ունի հետևյալ ընթացակարգը, կա եպիսկոպոսած կամ առասարակ որևէ հոգևոր դասի ժողովի հայտարարություն եւ որոշում։ Եպիսկոպոսածը հայտարարությամբ հանդես եկավ եւ ստորև նշվում է եպիսկոպոսատ ժողովի անդամների անունները։ Որևէ կանոնական ժողով սկսելուց առաջ ներկայության հայտն է լրացվում, ամեն հոգևորական իր անվան դիմաց ստորագրում է եւ քարտուղարները եւ կազմակերպիչները տվյալ ժողովի հավաքագրում են այդ փաստաթղթերը։ Հարկ եղած դեպքում յուրաքանչյուր մեկը կարող է դիմել դիցուք 3 տարի առաջ միաբանական ժողովի անդամների մասնակցությունը, քանի հոգի է մասնակցել, որ հոգևորականները, ով է բացակայել, ինչ պատճառաբանությամբ, կարող է այդ ամեն ինչը արխիվից հանել եւ տեսնել, բայց որևէ ժողովի տակ, եթե դա որոշում չէ, ստորագրություն չկա։ Եվ հայտարարության տակ պետք չէ ստորագրություն դնել։ Անտրամաբանական բան է ասում, կեղծ է։ Ներողություն։ Որ դառն է։ Խաղլիցի։